եւ շարժման սկզբից միշտ ներկայ եմ եղել եւ ակտիվորեն մեր երկրի, այսպես ասած, պաշտպանության կողմին եմ։ Ինչ հարց ունեիք։ Պարբերաբար տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ, բայց արդյունքը մենք տեսնում ենք, նաև այս հրապարակում բավականին քիչ են մասնակիցները։ Այս եղանակով, այս ճանապարհով ինչ-որ արդյունքի հնարավոր է հասնել եւ որ պարագայում Նիկոլ Փաշինյանը խաղաղ ճանապարհով հրաժարական կտա։ Խաղաղ ճանապարհով հրաժարականի տեսակետով նա ասում է, չէ՞ որ եթե անհրաժեշտ չափով իրեն մարդիկ մերժեն, հրաժարական պահանջեն, ես կտամ։ Այդ անհրաժեշտ քանակը կարծեմ 2000-ն է, դա դժվար չէ այդքան ստորագրություն հավաքելը։ Եվ ես կարծում հենց որ նա եկավ այն սկզբից ասեց, դարձրեցին ԿԳՄՍ նախարարությունների այդ անուններով։ Ես անմիջապես հասկացա, որ սա երկիր կործանելու լավ ճանապարհ է, քանի որ դրա մեջ էր մտնում նաև սփյուռք, չէ՞, նախարարությունը։ Հետո եկավ արդեն բանակի եւ այլ լուծարումները, մյուսները եւ այդպիսի մարդը իրավունք չունի լինել երկրի գլխավոր աթոռին։ Ձեր հարցի մյուս կողմը։ Եվ ուրեմն Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովուրդն է ինձ բերել, ժողովուրդն էլ երբ որ ուզի ես կհեռանամ։ Չէ, այնինչ որ վերաբերում է այստեղ քիչ մարդիկ են, բոլորին է քիչ են, որովհետեւ նրանք արդեն հասկացան, որ այս փողոցով քայլելով 50-60 հազարով եւ այլն չի հեռանում այս իշխանությունը։ Սպասում է որ հոգնեն գնան, ինչպես որ հենց նույն Ալեն Սիմոնյանն էր ասում։ Եվ համարը այդպես էլ եղավ, որտեղ այդ շարժումը պետք է լիներ անընդհատ, ոչ թե ընդհատվող։ Չպետք է գնայինք տուն։ Նախ եւ առաջ այդպես։ Տեսնում եք առաջնորդների այլընտրանքային առաջնորդ։ Իհարկե, ահագին։ Իհարկե պետք չէ որևէ մեկը, որովհետեւ չկա այնպեսի մեկը, որին միանգամից ասեն նայե եւ բոլորը հավաքեն դրա շուրջը։ Այլ կա մարդիկ, որոնք կարող են խմբով կառավարությունն էլի լինի ժամանակավոր։ Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ մոտենալ։ Այս դեպքում կարող են այդ խելոք ուղերձները կառավարել, կներեք, եւ երկիրը հանել այս ճգնաժամային ծայրահեղ կործանման եզրին վիճակից։